Տիրոջ անունը փառավորվի սիրելներ, օրհնյալ լինի Աստված, որ այսօր մեզի շնորհք արել, որ մենք այստեղ ենք, որ եկել ենք Տիրոջը երկրպագելու, պաշտելու, փառավորելու։ Թող Տերը շնորհքով լեցնի, հոգով լեցնի մեզ եւ այս ժամերը, որ այստեղ ես, հենց այնպես չանցնի, դադարք տուն չգնաս, ինչ որ մի բան առած, ինչ որ մի բան հետդ տանես տուն, որովհետեւ կյանքում, եթե ուշադրություն եք դարձնում այն երեխեքը, ովքեր եթում են իրանց ծնողների տունը, իրանց մամաների, պապաների տունը, դադարք հետ չեն դառնում։ Ինչ-որ մի բան մաման, պապան հետը դնում են, տանում են այդ երեխեքը։ Հիմա եկել ես Տիրոջ տուն, եկել ես քո հոր տունն է, դադարք հետ չգնաս։ Թող Տերը ավելի լեցնի Սուրբ Հոգով, զորությունով, որ հետդ մի բան տանես։ Եթե դադարք գնացիր, ուրեմն դու դադարք ես եկել, որ դադարք ես գնում։ Եկել ես Տիրոջ տուն, մոտեցի նրանից առնելու լիքը ձեռով, որ հետ գնաս եւ ուրախանաս քո հորդ բարիքներով, քո Տիրոջ տան բարիքներով։ Թող Տերը փառավորվի սիրելներ, օրհնյալ լինի Աստված եւ Սուրբ Գիրքը այդպիսի մի հետաքրքիր տեղ կա Սուրբ գրքում գրված Մարկոս Ավետարան 5-րդ գլուխ 25 համարից մինչև 34 համարները խոսում է տերատես կնոջ մասին, որ այս կինը մոտեցավ Տիրոջը բժշկություն առնելու նպատակով, սիրելներ, եւ երբ որ եկավ Տիրոջը, նրա նպատակն էր բժշկություն առնել Տերից։ Ժողովուրդ ջան, այս տողերը մենք ինչքան որ կարդում ենք, այնքան մեր համար պետք է բացվի Աստծո խոսքի խորհուրդները։ Այս կինը ինչի էր մոտեցել Տիրոջը առնելու բժշկություն։ Եվ հետաքրքիր է, եթե ուշադրություն եք դարձրել, այս կինը եկավ չվախենալով, որ իրան կարող են սպանել, որովհետև ինքը անմաքուր էր, որովհետև ինքը արյունահոսության մեջ էր եւ Սուրբ գրքում ասում է, որ էդի անմաքրություն է, ու ինքը մտնում էր բազում ժողովրդի մեջ, շատ ժողովրդի մեջ, ու այդ ժողովուրդը չգիտեն, որ այդ կինը անմաքուր է։ Եթե իմանային անմաքուր է, պետք է քարկոծեին, պետք է սպանեին այդ կնոջը, որովհետև ինքը իր անմաքրությունով մտնում է ժողովրդի մեջ։ Ինքը այս ամենը անտեսելով, իր կյանքը դնելով, իր առաջ նպատակ դրեց մոտենալու Աստծուն, մոտենալու Քրիստոսին եւ Քրիստոսից առնելու բժշկություն։ Սիրելիներ, Սուրբ Գիրքը այդպես է սովորեցնում, որ Տեր Հիսուս չգիտեր, որ այս կին իրան մոտենում է։ Եվ ոչ մեկը դեռ չգիտեին։ Եվ հետաքրքիր է, երբ որ այդ կինը մոտեցավ եւ առավ այդ բժշկություն, այդ զորությունն առավ Տերից, Տեր Հիսուս կանգնեց ու ասեց. ինձանից զորություն դուրս եկավ։ Ժողովուրդ ջան, մենք ինչի համար ենք մոտենում Տիրոջը, ինչի համար ես եկել պաշտամունք, նպատակդ ո՞րն է։ Եկել ես պաշտամունք ուղղակի, որ տեսնեն դու պաշտամունք ես եկել ես Տիրոջ տուն, որպեսզի մարդկանց տեսնես, շփվես մարդկանց հետ, թե ուղղակի եկել ես լսելու, որովհետև ինչ նպատակով որ գալիս ես, դու այդ առնում ես Տերից, նպատակ ունես բժշկության, նպատակ ունես Աստծուց առնելու, դու արի եւ առ, Տեր Հիսուս կասի ինձնից զորություն դուրս եկավ, ու այդ զորություն առնողը դու կլնես։ Բայց եթե նպատակը ուղղակի գալ պաշտամունքի, սա շատ լուրջ բան է, ժողովուրդ ջան։ Եթե մենք իրոք նպատակ ունենք Տիրոջ առաջ կանգնելու, Տիրոջը մոտենալու, ինչ նպատակով ենք եկել, մենք մեզ քննենք սրա վրայով, ինչ նպատակով ենք եկել Տիրոջ մոտ։ Սիրելիներ, Ղուկաս Ավետարանի 18-րդ գլուխ 35-ից 43 համարները խոսում է Բարթողոմեոսի բժշկության մասին։ Ասպա Տեր Հիսուս մոտենում էր Երիքովին եւ մի կույր էր նստած ճանապարհին եւ այդ կույրը մուրացկանություն էր անում, որպեսզի ապրեր։ Եվ երբ որ լսեց Տեր Հիսուսն անցնում, սկսեց աղաղակել։ Հետաքրքիր է, ես ինչքան որ նայում եմ սրան, տեսնում եմ Բարթողոմեոսի նպատակը, նա լսել էր Հիսուսի մասին, նա լսել էր, որ նա Դավթի որդին է,
Դավթի սերունդից նա լսել էր, որ նրանից բժշկություն է հելնում, զորություններ է դուրս գալի նրանից եւ մարդիկ բժշկվում են եւ հետաքրքիր է, երբ որ նա լսեց իր այդ նպատակը, որ ինքը նպատակ ուներ Հիսուսին հանդիպելու, Հիսուսից առնելու բժշկություն, սկսեց գործել այս նպատակը։ Նա աղաղագեց, թեկուզ նրա բերանը փակում էին, թեկուզ նրան անարգում էին, ասում են լուր մնա, մի խանգարի, հա, այսօր քեզի շատերը կուզենան խանգարել։ Բայց նպատակը, եթե եկել ես, որ Տերից առնես, Տերը կանգնելու է եւ քեզ կանչելու իրան մոտ։ Տերը կանգնելու է այստեղ ու դու մոտենալու ես նրան եւ առնելու ես բժշկություն, սիրելներ։ Թող Տերը օգնի մեզի, սիրելներ, թող Տերը զորացնի։ Ղուկաս ավետարանի մեջ մի տեղ կա 19-րդ գլուխ առաջինից 10 համարները խոսում է Զաքեոսի մասին։ Զաքեոսը լսել էր Հիսուսի մասին, բայց նրան չէր տեսել։ Նա իր սրտի մեջ նպատակ ուներ Հիսուսին տեսնել, թեկուզ բոլորը փակ էր, դռները փակ էր, ինքը շատ կարճահասակ էր, ինքը չէր հասցնի այդ ժողովրդի միջից Հիսուսին տեսնել եւ ժողովրդի մեջ էլ անարգված մարդ էր, որտեվ մաքսապետ էր, նրանից փողեր էր գրփել, չրփել, վերջը կերել եւ ժողովրդի կողմից անարգված մարդ էր, բայց հետաքրքիր է, Տեր Հիսուս չնայեց, որ Զաքեոսը անարգված է, չալարեց կանգնել ծառի տակ ու ասել Զաքեոս վայրիչի, ես այսօր քո տունը պետք է մնամ, մենք որ ելնենք շատ անգամ կասենք ժամանակը չի հերիքում, այսօր կլինի այսօր չգամ, ժամանակ չկա, հերու գործեր ունեմ, հերու տեղ պետք է գնամ, ես պետք է անեմ, բայց Տեր Հիսուս կանգնեց, որովհետև Զաքեոս նպատակ ուներ Հիսուսին տեսնել եւ կանգնեց Տերը եւ ասեց այսօր քո մոտ պետք է մնամ։ Սիրելիներ, նպատակը որն է, դա ձգտումներ չի։ Սիրելիներ, նպատակը դա երազանք չի։ Նպատակը դա քո ձգտումն է հասնել այնտեղ, որտեղ ուզում ես, մի բարձրունքի, որին դժվարանում ես հասնել։ Սա է նպատակ, որ ձգտես հասնես ինչ-որ բարձրունքի։ Այսօր թող քո համար բարձրունքը լինի Տիրոջը մոտենալը, Տիրոջը կպնելը, Տիրոջը գրկելը, Տերատես կնոջ նման նրա քղանցքին կպնելը, իրանից զորություն առնելը, Բարթողոմեոսի նման քու ձայնը հասանելի լինի Տիրոջը, աղաղագես նրան, հոգուդ ձայնը հասնի նրան, Զաքեոսի նման, որ քո աչքերը տեսնի նրան, նպատակ ունենաս մոտենալու նրան եւ նրանից առնելու։ Թող Տերը փառավորվի, սիրելներ, թող Տիրոջ անունը բարձրանա, Սուրբ գրքի մեջ, սիրելներ, Եբրայեցիների թղթի մեջ այդպիսի համար կա գրված 11-րդ գլուխ 6 համարը։ Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ իրան խնդրողին վարձահատույց կլինի։ Սիրելիներ, մեր հավատքի չափով մոտենանք նրան։ Նա կենթանի Աստված է, նա իրական է, նա այստեղ է եւ ուզում է, որ դու իրան կպնես, ուզում է, որ դու իրան փնտրես, ուզում է, որ նրան կանչես, նա վարձահատույց է ամեն իրան դիմողին։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ, օրհնյալ լինի Աստված եւ այսօրը թող Տերը շնորհքով լեցնի մեզ, իր Սուրբ Հոգու ձեռով մեզի զորացնի, օրհնի ու փառավորվի։ Ամեն։ Աղոթենք։